Շեշտեմ, որ մենք շատ մեծ իմաստ ենք տեսնում, որ եւ սիմվոլիզմ ենք տեսնում այն բանի մեջ, որ Էրեբունի Երևանը եւ Digitech-ը այս տարի գրեթե համընկնում են օրերի մասով։ Եվ այս թվային բաղադրիչը, թվային օրակարգը մեր քաղաքի կարևոր տեսլականներից է եւ նաեւ կարևոր բաղադրիչներից է հենց Էրեբունի Երևան տոնակատարության շրջանակում։ Եվ շատ ուրախ եմ, որ այն գործընկերները, միջազգային գործընկերները, ովքեր ներկա կլինեն Երևանում, կարողանան զուգահեռ թե իրենց մասնագիտական համայնքի հետ շփվել եւ ներկայացնել թվային աշխարհի այն տեսլականները, որոնք եկել են Երևան, ինչպես նաեւ կարողանան Երևանի կենտրոնում եւ այլ վայրերում մասնակցել հենց Էրեբունի Երևան տոնակատարությանը եւ ես 2000-ից ավել մարդ է մենք քննարկում ենք, որ մոտ 2000 մարդ ենք սպասում միայն Digitech-ի շրջանակներում եւ Էրեբունի Երևանի մասով առանց օգտվելով, որ այսքան լրագրողներ կան, կուզեմ երկու բառով եւս ներկայացնել, որ հիմնական տոնակատարությունը կլինի ամսի 11-ին եւ 12-ին։ Մենք արդեն 2 տարի է, ինչ որոշել ենք հետեւյալ ֆորմատով տոնակատարություն իրականացնել։ Այդ օրերին բոլոր տարվա ընթացքում սիրված միջոցառումները խտացված տեսքով լինում են, օրինակ ինչպես նախորդ տարի տարբեր վայրերում ունեցանք տարբեր ոճի երաժշտություն եւ համերգներ, ինչպես նաեւ ֆեստիվալներ, նույն ֆորմատը կլինի այս տարի, մասնավորապես մենք ունենալու ենք Կասկադում ջազային փառատոն, օպերայի հարող տարածքում ունենալու ենք դասական երաժշտություն, Դիանա Աբգարի այգում լինելու է ռոք ֆեստիվալը, Կինո Մոսկվայում լինելու է էստրադային ոճի համերգը եւ ունենալու ենք գինու փառատոն, որի վայրը անցկացման է Հյուսիսային պողոտան, Դիանա Աբգարի այգում ռոք ֆեստիվալի հարող տարածքում ունենալ ենք գարեջրի փառատոն, մի շարք միջոցառումներ կլինեն սպորտային, սպորտի հետ կապված, Սախարովի հրապարակի հատվածն է լինելու սպորտային համայնքը, ինչպես նախորդ տարի, եւ երեխաների համար նույնպես Կարապիլիչում կլինեն միջոցառումներ, եւ իհարկե վերջում մենք Հայաստանի Հանրապետության գլխավոր հրապարակում կունենանք գլխավոր համերգը, որին հանդես կգա Թաթա Սիմոնյանը։ Ամսի 12-ին, բայց ոչ ժամը 12-ին։ Եվ նախորդ օր ամսի 11-ին Դիանա Աբգարի այգում կլինի էլեկտրոնային երաժշտություն եւ ունենալ ենք շատ հայտնի դրսից կատարող արտիստ, որի մասին կարծում եմ նույնպես վաղը կհայտարարենք։ Այնպես օթոպարիկները նախորդ օրը, այո, կազմակերպիչի հետ պայմանավորվել ենք, որ այսպես փորձնական Էրեբունի թանգարանի տարածքում այդ թռիչքները իրականացնենք եւ տեսնենք, կարծում եմ, որ բավականին հետաքրքիր կլինի։ Ոչ, Արփի ջան, ես կասեմ ով է գալու, վաղը կիմանաք ով է գալու։ Այնպես որ հոկտեմբերի 10, 11, 12 ֆանտաստիկ միջոցառումներ, լավ տրամադրություն եւ ամենակարևորը, որպեսզի լավ եղանակ լինի, կարողանանք վայելենք միասին։ Այո։